Ռուսաստանը Կիևին է փոխանցել ուկրաինացի զոհված զինծառայողների ևս 1245 աճուն, հայտնել է Ուկրաինայի համակարգող շտաբը։ Ստամբուլյան համաձայնության շրջանակում Ուկրաինան ընդհանուր առմամբ ստացել է 6057 մարմին։ Հունիսի 15-ին Մոսկվան Ուկրաինային էր հանձնել զոհված զինծառայողների 1200 աճուն։ Ռուսաստանի նախագահի օգնական Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում Մոսկվայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել 6060 աճուն, այդպիսով կատարելով Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Նրա խոսքով ուկրաինական կողմն էլ Ռուսաստանին է հանձնել զոհված ռուս զինծառայողների 78 մարմին։ Ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հստակ ամսաթիվ դեռևս չկա, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Միևնույն ժամանակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ հնարավոր հանդիպումը կարող է կրկին անցկացվել Ստամբուլում։ Այլ հարթակ ընտրելու մասին խոսք չի եղել, հավելել է պաշտոնյան։ Ավելի վաղ հունիսի 14-ին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույց էին ունեցել։ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն էր հայտնել շարունակելու Կիևի հետ բանակցությունները, սակայն հունիսի 22-ից հետո։ Ըստ ռուսական կողմի Սպիտակ տան ղեկավարը դա ընդունել է ի գիտություն եւ կրկնել, ցանկանում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հնարավորինս շուտ դադարեցվի։ Ֆրանսիայի նախագահն այցելել է Գրենլանդիա։ Էմանուել Մակրոնը Եվրոպայի անունից համերաշխություն է հայտնել կղզու դանիական ինքնավարությանը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու ցանկության մասին, սակայն կղզու եւ Դանիայի իշխանությունները դեմ են արտահայտվել նման հեռանկարին։ Գրենլանդիայում իրավիճակը անկասկած մտահոգիչ է եւ ազդանշան է բոլոր եվրոպացիների համար։ Դուք միայնակ չեք, մենք ձեզ հետ ենք, դիմել է Մակրոնը գրենլանդացիներին։ Ֆրանսիայի նախագահը կղզի է մեկնել G7-ի գագաթնաժողովի ճանապարհին, որին մասնակցում է նաև Դոնալդ Թրամփը։ Մայրաքաղաքն ու ուղում Մակրոնին դիմավորել են Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը եւ Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը։ Վաշինգտոնում ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթ է անցկացվել, այն համընկել է Դոնալդ Թրամփի ծննդյան 79-րդ տարեդարձին։ Երթին ներգրավվել է ավելի քան 6000 զինվորական, 150 միավոր տեխնիկա, 50 ինքնաթիռ եւ ուղղաթիռ։ Զորահանդեսի արժեքը տարբեր գնահատականներով կազմել է 25-ից 45 միլիոն դոլար։ Միջոցառումն ուղեկցվել է զանգվածային ցույցերով, ակցիայի մասնակիցները դեմ են արտահայտվել շքերթին, Թրամփի միգրացիոն քաղաքականությանը, ցույցերը ցրելու համար զինված ուժեր կիրառելուն եւ զանգվածային ձերբակալություններին։ Շքերթին ընդառաջ Թրամփը ցուցարարներին զսպվածության կոչ է արել, նախազգուշացրել, նրանց գործողությունները կկանխվեն։ Լոս Անջելեսում եւ այլ քաղաքներում ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ խուզարկությունների դեմ օրեր առաջ բռնկված ցույցերը եւս շարունակվել են։ Ըստ ամերիկյան զլմների ակցիան հիմնականում խաղաղ է անցել, սակայն իրավապահների հետ բախումներ են գրանցվել։ Դիանա Գասպարյան, լուրեր։